Այո, պարոն Ղազանչյանը արդեն մեր տաղավարում է եւ հանդիպման առիթը ոչ միայն ծննդյան օրն է, այլև այն, որ հենց այսօր հուլիսի 3-ին Կամերային թատրոնում տեղի ունենալու ապրիր, քանի դեռ ապրում ես ներկայացման առաջնախաղը, հատկանշական օր, ծննդյան օրը հենց պարոն Ղազանչյանի եւ ներկայացման մասին նաեւ խոսելու ենք մեր տաղավարում։ Բարի լույս, պարոն Ղազանչյան։ Բարի լույս։ Շնորհավորում ենք։ Եվս մեկ անգամ շնորհավորում ենք, քիչ առաջ արդեն շնորհավորել ենք։ Շնորհակալ եմ վերաբերմունքի համար, հրավերի համար։ Միշտ պատրաստ ենք։ Մենք ուրախ ենք, որ մեզ հետ եք սկսում ձեր ծննդյան օրը, բայց հետաքրքիր է սովորաբար ինչպես է սկսվում, ով է առաջինը զանգահարում ձեզ, ավանդույթ կա, որ ամեն տարի պահվում է։ Նաև թորնիկների մասն էլ պետք է առաջինը զանգահարում են իմ հարազատները, բնականաբար հենց 12:01 րոպե, նույնիսկ մեկը չի լրանում։ Հետո առավոտյան միացնում ես հեռախոսը, Եվ սկսվում։ Ես անջատում եմ, այսինքն նրանց հետ խոսելուց հետո անջատում եմ հեռախոսից, առավոտյան զանգում ես ու Messenger-ով եւ WhatsApp-ով եւ համարով, ասենք անջատում եք որտեղ չեք ուզում մարդկանց հետ խոսել։ Դե չգիտեմ։ Հաճելի չի, երբ որ ծննդյան օրը այդքան ուշադրության կենտրոնում ձեզ հիշում են, ձեզ զանգահարում են մաղթանքներով։ Հաճելի է, իհարկե հաճելի է։ Իսկ սպասված զանգ կա։ Սպասված զանգ կա, որ ամեն տարի սպասում եք։ Անսպասելի էլ կան զանգեր, անսպասելի գրառումներ կան մարդկանցից, որոնց հետ վաղուց որևէ կապ չունեմ։ Հաճելի է, ամեն դեպքում օրը հաճելի է։ Իսկ դուք սիրում եք ձեր ծննդյան օրը, թե Դեք ինչ շատ տարօրինակ զգացողություններ եմ ապրում ես այդ օրը, հա, կարծես թե ծննդյան օրն է, պետք է այդպես ուրախ բան, բայց ավելի խորհրդավոր օր է ծննդյան օրը, մանավանդ իմ տարիքում, որովհետև ավելի շատ սկսում ես մտածել ինչ կհասցնես անել, ինչ կանես, ինչ կստացվի, այն ծրագրերը, որ դու նախանշել ես նա կլինեն թե չէ։ Փառք Աստծո, ես այսօր ունեմ շատ լավ արդեն կարող եմ ասել համախոհներ, դա Գալյանովենց դպրոցի իմ ուսանողներն են, որ այսօր ավարտում են, հենց այսօր, եւ նրանք արդեն իմ ապագա, մեր ապագա թատրոնի դերասաններն են, արդեն պրոֆեսիոնալ մարդիկ են, եւ այդ պրեմիերան, որ նշեցիք, այսօր տեղի կունենա, նրանք արդեն բեմ են։ Մինչև թատրոնին անդրադառնալը, նշեցիք մեր թատրոնի, այ հետաքրքիր թե այդ ինչ թատրոնի մասն է խոսքը։ Խոսենք ուսանողների մասին։ Պաստորեն այսօրվա ներկայացման հետ ուղիղ կապ ունեն ուսանողները։ Մի փոքր ներկայացման մասին նույնպես խոսենք։ Եվ հատուկ է արդյոք ընտրված ձեր ծննդյան օրը, թե ոչ, ներկայացման առաջնախաղի հետ կապված։ Ծննդյանս օրը հատուկ չընտրվեց, ասեմ, ես Արա Երինջակյանից խնդրեցի, որ օր տրամադրի, եւ Արայիկը երբ որ նայեց իրենց խաղացանքը, ասեց հուլիսի 3-ը կարող եմ տալ, ես մտքում ասացի, որ սա երևի նշան է, հատուկ, հա, ու այդպես ստացվեց, իսկ իմ ուսանողները սա նրանց արդեն 4-րդ ներկայացումն է, ընդ որում մի ներկայացում արվել է Նորա Արմանիի հետ, 2 ներկայացում իրենք արեցին, եւ սա 4-րդ ներկայացումն է, ներկայացման մեջ բացի նրանցից Լարիսա Ղևոնդյանը, Արթուր Կարապետյանը զբաղված են, ուզում եմ ասեմ, այնպես չի, որ սա միայն զուտ ուսանողական ներկայացում է, բայց ես նրանց արդեն որպես ուսանողներ չեմ նայում, որտեվ այդ հարցում իմ բախտը բերեց շատ լավ երեխեք հավաքվեցին այդ կուրս եւ 2 տարի ես ամեն ինչ արեցի, որպեսզի նրանք մեծանան պրոֆեսիոնալ միջավայրում, որպեսզի նրանք ձևավորվեն որպես պրոֆեսիոնալ մարդիկ եւ այսօր ես չեմ կարծում, որ հանդիսատեսը կասի նրանք ուսանողներ են, այդպիսի խնդիրներ չեն լինի եւ այո, իհարկե մտածում ենք մեր ապագա թատրոնի մասին, որի մասին ջարոտ շատ շուտով մոտ օրերս կհայտարարվի ավելի մանրամասն, իսկ ինչ վերաբերում է ներկայացմանը, ապրիր քան դեռ ապրում ես պիեսի բեմադրությանը, պիեսը գրել է Մարո Մադոյանը, որը բնակվում է
արդեն 30 տարուց ավել բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այդ պիեսը ես բեմադրեցի վերջին բեմադրությունը չէր, նախավերջինն էր Թբիլիսի Ռուստավելու անվան թատրոնում, այդտեղ իհարկե բնականաբար թարգմանվեց։ Դա ո՞ր թվականն էր։ Դա 2 տարի առաջ էր, թե 3 տարի առաջ էր, նոր բան։ Եվ տեղայնացվեց, այսինքն պիեսը այնտեղ տեղայնացվեց, հերոսները դարձան վրացիներ, միջավայրը Այսինքն միջավայրը այսպես թե այնպես Ամերիկայի Միացյալ Նահանգներում է տեղի ունեն գործողությունը, բայց հերոսները եւ նրանց պատմությունները ամեն ինչ կապվեցին Վրաստանի հետ, այդպես ցանկացավ թատրոնը, այս հիմա արդեն առաջին անգամ ես այն բեմադրում եմ Հայաստանում։ Տարեց կին, եթե չեմ սխալվում, հայտնի երգչուհի, ով նշում է իր 60-ամյակը։ Այո, տարեց օրիգինալում 70 տարեկան է, Մենք մի քիչ երիտասարդացել վախենում եմ տարեց ասեմ այդ տարիքը, բայց մեր պարագայում 60 տարեկան մենք դարձրեցինք, ու ամեն դեպքում նրա Հոբելյանի օրն է, եւ հանգամանքների բերումով նա իր Հոբելյանը նշում է բժշկական կենտրոնում, քանի որ տանը չի ստացվում այն կազմակերպել, որովհետեւ երեխաները ամեն մեկը մի պատճառ ունենալով կամ հորինելով կամ մոգոնելով չեն գալիս, այդ ասում են, որ չեն կարող մնալ երեկոյին եւ քույրը տանում է այդ բժշկական կենտրոն եւ մեր վերսիայում, այստեղի վերսիայում նոր բեմադրության կա բժշկական կենտրոնում հիվանդների հետ արդեն անցկացնում իր ծննդյան տարեդարձը, բայց այնտեղ Նպատակը ներկայացման նրա մասին ինչի մասին է։ Նպատակը հենց դրա մասին է։ Ես ուզում եմ նաև մեկ անգամ եւս դուք այսօր իմ ծննդյան օրն է շնորհավորեցիք։ Պիեսը հենց կոչվում է Ապրիր, քանի դեռ ապրում ես։ Այսինքն քանի դեռ դու կաս, քանի դեռ գոյություն ունես, քանի դեռ ձեռքերդ ոտքերդ շարժվում են, ուրեմն դու իրավունք ունես եւ սիրելու, եւ սիրվելու, եւ հավատալու, եւ ընդհանրապես ապրելու, այսինքն ապրիր, քանի դեռ ապրում ես։ Մարդ չպետք է հուսահատվի ոչ մի տարիքում։ Մենակ այսօր էլի նրա ներկայացում պարոն Հովհաննիսյան։ Չէ, ինչպես ես ասացի, մենք շուտով կունենանք մեր թատրոնը։ Մի փոքր կարող ենք բակագծեր բացել։ Ինչ թատրոնի մասին է։ Հավատարիմ լինելով մեր առավոտ լուսոյի սկզբունքներին, մեր տաղավարում գաղտնիքներ չեն։ Խնդրեմ, ոչ մի այստեղ պես լուրջ գաղտնիք չկա, ուղղակի դեռ քանի որ չի հայտարարվել, ես առանց չեմ ասի, բայց դա կլինի ժամանակակից դրամատուրգիայի թատրոն, կբեմադրվեն ժամանակակից դրամատուրգների պիեսներ, այդտեղ էլ իր պրոֆիլը կլինի, դա արդեն մի փոքր ուշ կհայտարարվի եւ դա լինելու է Հակոբ Խազանչյանի արվեստանոցը, այսինքն այդտեղ ստեղծագործելու են, բեմադրելու են, խաղալու են այն մարդիկ, ովքեր հիմա ավարտում են ինձ մոտ եւ ժամանակին տարբեր ժամանակներում ավարտել են իմ արվեստանոցը, այսօր կան բավական հայտնի դերասաններ նրանցից եւ այն դերասանները, որոնց ստեղծագործական կյանքում, ճակատագրում ես էական որոշակի դեր եմ ունեցել, այսինքն նրանք ինձ մոտ խաղացել են բազմաթիվ գլխավոր դերեր, խաղացել են, այսինքն կայացել են որպես դերասան իմ բեմադրություններում։ Իսկ միշտ դերասանները չեն ունենա հնարավորություն իրենց փորձել։ Գիտեք ինչ, այն մարդիկ, ովքեր ինձ հետ աշխատել են երկար տարիներ կամ ինձ մոտ սովորել են, գիտեն ձեր մենք ծրագիրը։ շատ ավելի արագ ենք իրար հասկանում, շատ ավելի արագ ենք կողմնորոշվում եւ ավելի հեշտ ենք աշխատում։ Այստեղ ոչ մի այդպես բան չկա, եսասիրական նպատակներ կամ երևույթներ չկան, ուղղակի ես այդպես եմ որոշում եւ դրա անալոգները կան շատ, օրինակ
կա Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոցը Մոսկվայում, այնտեղ Ֆոմենկոն հենց այդ նույն սկզբունքով առաջնորդվում էր, որովհետև թատրոնը ինքը, քանի որ սա ստուդիականությունը պարտադիր պայման պետք է լինի, այն ծրագրերում, որը մենք փորձում ենք իրականացնել, իսկ ստուդիականությունը մշտական ուսուցում է պահանջում, այսինքն դերասանը նույնիսկ Գեորգի Տավսանոգովն էր արդեն պրոֆեսիոնալ իր դերասանների հետ Լենինգրադի մեծ դրամատիկական թատրոնում, որը հիմա իր անունն է կրում, նա այնտեղ էր ասում էր, որ դերասանը ամբողջ կյանքում քանի դեռ աշխատում է, պետք է սովորի, պետք է նոր բաներ իր համար, նոր տարածքներ իր համար պրոֆեսիոնալ տարածքներ հայտնագործի, հակառակ պարագայում ընդհանրապես ստեղծագործություն լինել չի կարող։ Մենք ձեզ մաղթում ենք քաջ առողջություն, ուշ Շնորհակալ եմ եռանդ շատ։ թատրոնը կայացնելու գործում եւ վստահ ենք, որ դեռ շատ առիթներ ենք ունենալու հանդիպելու մեր տաղավարում նոր ներկայացումների մասին խոսելու։ Շնորհակալ եմ շատ։ Այսօր ձեզ օրվա լավ շարունակություն եւ նոր ներկայացմանը եւս Շնորհակալություն։ հաջողություն։ Թող երկար կյանք ունենա։ Շնորհակալություն։ Միշտ ուրախ ենք ձեզ եւ տեսնել։ բարձր տրամադրությամբ տոնական ընթացք եւ նաեւ տրամադրություն ենք մաղթում այսօրվա։ Անչափ շնորհակալ եմ եւ զգացված հրավերի համար։ Մենք ենք շնորհակալ։